Professor Porcero, Porcero professor, Nora sottori այսօր, Porcero professor, Professor Porcero, Professor Porcero. Բարև իմ հետաքրքրասեր ընկերներ։ Տեսնում եք, մեր լաբորատորիայի մեջ փայլուն տրամադրություն է։ Ամանորյա երուսեր, տոներն են մոտենում, եւ ես եւ Հարցերոնը որոշել ենք մի փոքր փայլ հաղորդել մեր տաղավարին։ Գիտեք ինչու եմ սիրում տոները, որովհետեւ դրանք հիշեցնում են, որ ինչպես լույսն է ցրում խավարը, այնպես էլ գիտությունն է լուսավորում աշխարհը։ Այսպես երեխաներ, տոնական զարդարանքը կա, Հարցերոնը երջանիկ է, իսկ պրոֆեսոր Փորձերոնը պատրաստ է պատասխանել ձեր հարցերին։ Եվ այսպես, պրոֆեսոր, ես Դավիթ Քոչարյանն եմ, 12 տարեկան, եւ ինձ հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ սովորել պահպանել սնունդը, որ այն չփչանա։ Առասարակ ով է այդ գաղափարի հեղինակը։ Երեխաներ, սնունդը պահպանելու գաղափարը շատ հին է, եւ այն մի մարդու գյուտ չէ, այլ ձևավորվել է դարերի ընթացքում։ Նախնադարում մարդիկ նկատեցին, որ սառը տեղում սնունդը դանդաղ է փչանում։ Այ օրինակ աղով կամ չորացնելով կարելի է երկար պահպանել միսն ու ձուկը, իսկ մեղրով կամ յուղով ծածկելով կարելի է պահպանել միրգը։ Այսինքն, նրանք սովորեցին փորձելու միջոցով, առանց գիտության։ Այսպես երեխաներ, սնունդը աղդնել, չորացնելը, տաքացնելը եւ սառեցնելը տարբեր դարերում են ի հայտ եկել, բայց բոլորը մի նպատակի են ծառայում՝ պահպանել ուտելիքը փչանալուց։ Սակայն 19-րդ դարում սկիզբ առավ գիտական մոտեցումը։ Ֆրանսիացի խոհարար Նիկոլա Ապպերը առաջիններով մտածեց սնունդը պահել փակ ապակե տարաների մեջ, տաքացնելով այն, որ մանրէները ոչնչանան։ Սա համարվում է կոնսերվացիայի պահպանման գյուտը։ Նա այդ գաղափարը ներկայացրեց 1809 թվականին եւ ստացավ մրցանակ Ֆրանսիայի կառավարությունից։ Ավելի ուշ Լուի Պաստյորը հիմնավորեց, թե ինչու է տաքացումը օգնում։ Նա պարզել է, որ սնունդը փչացնում են մանրէները։ Այդ հայտնագործության շնորհիվ ստեղծվեց պաստերիզացիայի մեթոդը։ Իսկ սառնարանի գաղափարը ի հայտ եկավ 19-րդ դարի վերջում, երբ մարդիկ սովորեցին օգտագործել սառեցման մեքենաներ, այնուհետև էլեկտրական սառնարաններ։ 1755 թվականին շոտլանդացի գիտնական Ուիլյամ Քուլենը ստեղծեց մի սարք, որը գոլորշու միջոցով կարողանում էր սառեցնել ջուրը։ Դա միայն փորձ էր, բայց հենց նա է համարվում սառեցման գիտական սկզբունքի հիմնադիրը։ Հրաշալի է, չէ՞։ Գործնական սառեցման առաջին մեքենան ստեղծեց Ջեյքոբ Փերքինսը 1834 թվականին։ Նա օգտագործեց սառեցման փակ համակարգ հեղուկ գազով։ Այդ պատճառով նրան անվանում են սառնարանի հայր։ Ամերիկացի գործարար Ֆրեդերիկ Թյուդորը հայտնի էր որպես սառույցի թագավոր, քանի որ 1800-ականներին սկսեց սառույց վաճառել ամբողջ աշխարհում, Հնդկաստանից մինչև Կարիբյան կղզիներ։ Նա բնական սառույց էր վաճառում, բայց շուտով զբաղվեց սառեցման տեխնոլոգիայով։ Առաջին տնային էլեկտրական սառնարանները սկսեցին արտադրվել 1913 թվականին, իսկ հայտնի Frigidaire եւ General Electric ընկերությունները դարձան սառնարանների արտադրության առաջամարտիկներ։ Հետագայում հայտնագործվեց արդեն ֆրեոն գազը, որը դարձավ սառեցման հիմնական նյութը։ Հետաքրքիր փաստ երեխաներ։ Առաջին սառնարանները շատ թանկ էին, այնքան, որ 1920-ականներին համարվում էին շքեղ ապրելակերպի նշան։ Մի սառնարան արժեր գրեթե նույնքան, որքան ավտոմեքենան։ Հաջորդ հարցը Նայիրի Հակոբյանից։ Պրոֆեսոր, հարցս տոնի հետ է կապված։ Ես գիտեմ, որ առաջին տոնածառը դրվել է Ռիգա քաղաքում։ Շատ ապրես Նայիրի։ Կարող եք ասել, ինչու է Ռիգա քաղաքը համարվել գերմանական։ Նաև պատմիր առաջին տոնածառի մասին։ Հրաշալի է։ Երեխաներ, Ռիգան հիմնադրվել է 1201 թվականին։ Գերմանացի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ալբերտ, հիմա ձեզ դժվարանուն է սպասվում, Բուքս Յովեդենեցու ղեկավարությամբ ստացվեց։ Այդ պատճառով քաղաքը կրել է գերմանական մշակույթի, լեզվի եւ կառավարման ազդեցությունը։ Մինչև 19-րդ դար քաղաքի վերնախավը հիմնականում կազմված էր գերմանացիներից։ Լատվիացիները հիմնականում գյուղերում էին ապրում, իսկ քաղաքում գերակշռում էր գերմանական մշակույթը։ 20-րդ դարում Լատվիան անկախացավ։ 1918 թվականին հռչակվեց Լատվիայի Հանրապետությունը։ Ռիգան դարձավ լատվիացիների մայրաքաղաք, իսկ գերմանական ավանդույթները դարձան պատմական հուշ, պահպանվել են նաև ճարտարապետական կոթողները։ Երեխաներ, մի հետաքրքիր փաստ հայտնեմ։ Առաջին հանրային, այսինքն հանրությանը հասանելի տոնածառը կանգնեցվել է Ռիգա քաղաքում 1510 թվականին։ Զարդարելով այն խնձորներով, թղթե ծաղիկներով ու մոմերով։ Տոնի վերջում նրանք ծառը այրեցին որպես խորհրդանշական հրաժեշտ անցնող տարվան։ Մինչ այդ եվրոպացիները տոնածառ էին դնում միայն տանը,
Ուստի Ռիգայի այդ առաջին հանրային տոնածառը համարվում է աշխարհում առաջինը։ Մինչև հիմա Լատվիայի մայրաքաղաքում ամեն ամանորին նույն տեղում կանգնեցնում են նոր ծառ, եւ այնտեղ ցուցանակ է դրված աշխարհի ամենաառաջին տոնածառը Ռիգա 1510 թվական։ Եվ հենց այդ ծառը ցույց տվեց, որ ամանորը կարող է լինել ընդհանուր եւ ընտանեկան ու ուրախ տոն բոլորի համար։ Պրոֆեսոր Փորձերով Եվ այսպես մեզ գրել է 11 տարեկան Էմմա Գրիգորյանը։ Պրոֆեսոր Փորձերոն, ով է առաջինը պատկերել ձմեռ պապիկին կարմիր հանդերձանքով։ Շատ լավ եւ հետաքրքիր հարց է։ Եվրոպայում 16-ից 19-րդ դարերում ձմեռ պապիկը պատկերվում էր երկար, գորշ կամ մուգ գույնի վերարկուով, սովորաբար երկար մորոքով, հաստափոր մարդու էին պատկերում, գլխին բարձ գլխարկ կամ սաղավարտ։ Հագուստը կարող է լինել կանաչ, կապույտ կամ նույնիսկ շագանակագույն։ 19-րդ դարում Ռուսաստանում, նաև Հայաստանում ձմեռ պապիկը հիմնականում կապույտ կամ սպիտակ վերարկուով էր։ 20-րդ դարում փոխվեց թե հագուստի գույնը եւ թե կերպարը։ Հայտնվեց ձեզ ծանոթ կարմիր հանդերձանքով, բարի, կլորիկ դեմքով եւ ժողտերես ձմեռ պապիկի կերպարը։ 1931 թվականին ամերիկացի նկարիչ Հեյդոն Սանդբլոմը ստեղծեց այդ նոր կերպարը գովազդային հոլովակի համար։ Նրա նկարած ձմեռ պապիկն ուներ կարմիր շապիկ եւ սպիտակ մուշտակ։ Ծեր, բայց աշխույժ մարդ էր, ժողտերես, մեծ փորիկով եւ բարի հայացքով։ Գրեթե ինձ պես։ Գովազդը այնքան հայտնի դարձավ, որ աշխարհի բոլոր երկրներում սկսեցին ձմեռ պապիկին պատկերել հենց այդ ձևով՝ կարմիր հագուստով եւ սպիտակ մորուքով։ Եվ այդպես կարմիրն ու սպիտակը դարձան դասական համադրություն։ Հայկական ծիսական համակարգում համարժեք կերպար է համարվում Գաղանդ Պապը երեխաներ։ Նա ամանորին երեխաներին ոչ թե նվերներ, այլ 7 խորհուրդներ է բերում։ Փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն եւ գոհունակություն։ Իսկ ժամանակակից հայկական ձմեռ պապիկը հաճախ ձյան պես ճերմակ վերարկուով է։ Նրա կողքին միշտ դյունանուշն է կապույտ հանդերձով։ Նվերները բերում է ամանորի գիշերը, հունվարի 1-ին։ Ջերմ, բարեկիրթ եւ փոքրինչ հումորային ձմեռ պապ է, տարբերվող միջազգային Սանտա Կլաուսից։ Պրոֆեսոր Փորձերով Հաջորդ հարցը մեզ գրել է Լիլիթը։ Սիրելի Փորձերոն, ամենայն հավանականությամբ ես հիմա պետք է նամակ գրեի ձմեռ պապիկին։ Վաու, Լիլիթ, ինչպեսի հաճելի անակնկալ։ Ես շատ ուրախ եմ, որ դու ինձ ես գրել։ Ես իհարկե ձմեռ պապիկը չեմ, բայց ես քո հարցին կպատասխանեմ։ Միայն թե չարցնես նրա հեռախոսահամարը կամ հուզական տվյալ, որովհետև ես խոստացել եմ, որ այն ոչ ոքի չեմ տա։ Լավ, շեղվենք։ Տեսենք թե ինչ է պատահել։ Ես հիմա չեմ գրում ձմեռ պապիկին եւ գրում եմ քեզ, որովհետև այս տարի ես մի քիչ շարաճճի եմ ինձ պահել։ Եթե անկեղծ մի քիչ շատ եմ բարկացրել ծնողներիս, եւ մայրիկս ինձ ասաց, որ լավ երեխաները այդպես չեն անում, իսկ ձմեռ պապիկը կարդում է միայն լավ երեխաների նամակները։ Խնդրում եմ, ասա ինչ անեմ ես հիմա։ Եթե անկեղծ, ես մի քիչ ուզվեցի քո նամակից, Լիլիթ։ Ինչքան ջերմ ու անկեղծ նամակ ես գրել։ Գիտես, հենց այն փաստը, որ դու ուզում ես լավը դառնալ, արդեն նշանակում է, որ քո սիրտը բարի է, իսկ բարի սրտով մարդիկ միշտ կարողանում են փոխվել ու ուղղել իրենց վարքը։ Եկ միասին մտածենք, թե ինչ կարող ես անել հիմա։ Նախ, մի վախեցիր ձմեռ պապիկից։ Ձմեռ պապիկը չի սպասում, որ բոլորը կատարյալ են։ Նա գիտի, որ երբեմն երեխաները բարկացնում են, վիճում կամ սխալներ են անում։ Բայց ամենակարևորը այն է, որ դու փորձում ես հասկանալ քո սխալը եւ ուղղվել։ Այսինքն, նա կկարդա քո նամակը ոչ թե որովհետեւ դու միշտ կատարյալ ես եղել, այլ որովհետեւ դու ուզում ես ավելի բարի դառնալ։ Երկրորդ, անպայման նոր նամակ գրիր ձմեռ պապիկին։ Ասա նրան ճիշտ այնպես, ինչպես հիմա ինձ ես գրել, անկեղծ ու սրտանց։ Օրինակ, սիրելի ձմեռ պապիկ, ես այս տարի երբեմն չարաճճի եմ եղել, բայց շատ եմ փորձում դառնալ ավելի բարի ու օգնել իմ ընտանիքին։ Եթե նույնիսկ չբերես նվեր, ես կուրախանամ, որ կկարդաս իմ նամակը։ Հավատա, նա հաստատ կկարդա։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Ձմեռ պապիկը սիրում է այն երեխաներին, որոնք իրենց սխալներից սովորում են։ Ու հիշիր, լավ երեխա լինելը չի նշանակում երբեք չսխալվել, այլ նշանակում է հասկանալ, սովորել ու սիրել։ Իսկ այս հարցին ավելի խորը եւ ճիշտ պատասխան կտա արդեն գիտեք թե ով։ Եկեք հարցնենք հոգեբանից, թե ինչ անել նման դեպքերում։ Պրոֆեսոր Փորձերով Ողջույն սիրելի երեխաներ, շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Երբ մեզ ասում են լավ երեխաները նման կերպ չեն վարվում, դա կարող է իրոք մեզ տխրեցնել, վիրավորել կամ անհարմար վիճակի մեջ դնել։ Դու կարող ես այո մտածել, որ գուցե իսկապես վատն ես կամ ինչ-որ բան սխալ ես արել։ Բայց գիտես ինչ, մարդիկ երբեմն նման բաներ ասում են ոչ թե մեզ ցավեցնելու, այլ իբրև ուղղելու նպատակով։ Բայց դա միշտ չէ, որ ճիշտ է։ Երբ մարդուն ասում են դու վատն ես, նա չի սկսում ավելի լավ վարվել, այլ սկսում է վատ զգալ։
իսկ երբ օգնում ես նրան հասկանալ ինչն է ճիշտ, ինչը սխալ, նա աճում է ու ինքն իրեն ավելի լավ է ճանաչում։ Որոշ մեծահասակներ, երբ նյարդայնացած են կամ շփոթված, կարող են ասել նման բաներ, առանց մտածելու, որ դա կարող է խորը ազդել երեխայի վրա։ Բայց դա չի նշանակում, որ դու վատն ես։ Դա նշանակում է, որ նրանք էլ երբեմն սխալվում են։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ այս խնդրին շատ երեխաներ են առնչվել։ Հիմա եկեք պատմության միջոցով պարզենք, ինչպես ճիշտ լուծում գտնել այս իրավիճակում։ Ծանոթացեք, սա Արմենն է, 10 տարեկան, շատ ստեղծագործ տղա է, սիրում է փորձել ամեն ինչ և ուզում է դառնալ գիտնական։ Մի անգամ իր փորձերից մեկի ժամանակ նա պատահաբար ջուր է լցրել սեղանի վրա։ Մայրիկը նյարդայնացած է եղել ու ասել է. Արմեն, լավ երեխաները նման բան չեն անում։ Արմենն այդ ժամանակ ոչինչ չի ասել, բայց ներսում սկսել է մտածել, երևի ես վատն եմ։ Երեկ էլ մոռացել էի դասերս անել։ Էլի կասեն, լավ երեխան նման կերպ չի վարվում։ Հաջորդ օրը նա արդեն սկսեց վախենալ ինչ-որ բան անել, մտածելով, որ ամեն ինչ սխալ կստացվի։ Ինչ անել, երբ քեզ ասում են, որ լավ երեխաները նման կերպ չեն վարվում։ Սիրելի երեխաներ, ուզում եմ ձեզ ասել մի կարևոր բան։ Իրականում չկան լավ եւ վատ երեխաներ։ Կան արարքներ, որոնք կախված իրավիճակից կարող են լինել լավ կամ վատ, որովհետեւ միևնույն արարքը մի իրավիճակում կարող է համապատասխանել իրավիճակին եւ կոչվել լավ, եւ նույն արարքը այդ իրավիճակին չհամապատասխանել եւ կոչվել վատ։ Այ եթե հիմա ձեզ առաջարկեմ հետեւյալ հարցին պատասխանել ու սպասել, թե ինչ կմտածեք դուք։ Երեխան վազելիս ընկավ։ Դա լավ է, թե վատ։ Վստահ եմ բոլորդ միաձայն ասում եք վատ։ Հիմա երկրորդ իրավիճակը։ Երեխան վազեց եւ ընկավ, բայց սովորեց ավելի լավ վազել։ Դա լավ է, թե վատ։ Այ հիմա մենք տեսնում ենք երկու տարբեր իրավիճակներ։ Միտեղ մի արարքը կոչվում է լավ, մյուս իրավիճակում մի արարքը կոչվում է վատ։ Շատ կարևոր է, որ դուք ուշադրություն դարձնեք ձեր այն արարքներին, որոնք ավարտվում են հաջողությամբ, եւ շատ կարևոր է, որ դուք չխուսափեք ձախողումներից, որովհետեւ ձախողումների արդյունքում մենք սովորում ենք գործել, մենք սովորում ենք հմտանալ։ Հիմա խնդրում եմ վերցնել թուղթ, բաժանել երկու մասի։ Փորձեք մյուս սյունակում գրանցել բոլոր այն ձախողումները, որոնք ունեցել եք այս կամ այն իրավիճակում։ Երկրորդ սյունակում խնդրում եմ մտածեք, ինչ է ձեզ սովորեցրել այս կամ այն ձախողումը։ Սիրելի երեխաներ, կարող եք հիշել նաև այն բոլոր իրավիճակները, որոնք ձեզ մոտ հաջողությամբ ավարտվել են։ Մի քիչ մտածեք, ով եք դուք ձեր աչքերով, ապա փորձեք մտածել, ով եք դուք ուրիշների աչքերով։ Հիշիր 3 դեպք, երբ քեզ ասել են նման բան։ Այդ դեպքերի համար գրիր. Ինչ էի անում ես այդ պահին։ Կարող է լինել այլ ելք այդ իրավիճակի համար։ Արդյոք սխալն ինձ բնութագրում է, թե դա ուղղակի մի պահի սխալ է։ Ու մի վարժություն եւս։ Ամեն օր երեկոյան գրիր մի բանի մասին, ինչը լավ ես արել։ Կարող է լինել թեկուզ փոքր բան, օգնել ես ընկերոջդ, ճիշտ ես պատասխանել դասի ժամանակ, ժպտացել ես տատիկին։ Դրա միջոցով դու կտեսնես, որ դու իրոք լավն ես, անգամ երբ ձախողում ես։ Մի օր Արմենը հերթական փորձը սկսելուց առաջ որոշեց խոսել իր մայրիկի հետ։ Նա իր մայրիկին ասաց. «Երբ դու ասում ես, լավ երեխաները նման կերպ չեն վարվում, ես տխրում եմ, որովհետև ինձ թվում է, թե ես վատն եմ»։ Մայրիկը շատ զարմացավ։ Հասկացավ տղային եւ նրան գրկելով ասաց, որ շատ է սիրում իրեն, որ հպարտանում է իր արած ամեն մի գյուտով։ Ուղղակի երբեմն ինքն էլ է սխալվում։ Մայրիկը խոստացավ այլ կերպ ասել, եթե ինչ-որ բան իր սրտով չլինի։ Այդ օրվանից Արմենն իրեն ավելի վստահ է զգում ու գիտի, սխալները սովորելու մի մասն են։ Նա շարունակեց իր գիտափորձերը նոր ոգևորությամբ։ Սա Արմենն է, ապագա գիտնական եւ գյուտարար։ Սիրելի երեխաներ, հիշեք, հմտությունները չեն կարող ձևավորվել միանգամից։ Դրանք բազմազան կրկնությունների արդյունքում են ձևավորվում։ Փորձեք սովորել ձեր ձախողումների վրա, դրանք
ի վերջո դառնալու են շատ կարևոր հմտություններ։ Լավ եղեք։ Իսկ մենք շնորհակալ ենք բոլոր երեխաներին իրենց ուղղված հարցերի համար։ Ձեր հարցերը իսկապես շատ կարևոր էին։ Պատկերացնում եք դրանք որքան շատ հեռուստադիտողների համար օգտակար եղան։ Եվ դուք ձեր հարցերի միջոցով կարողացաք օգնել բազմաթիվ երեխաների։ Իսկ մենք հուսամ նորից կհանդիպենք։ Պրոֆեսոր փորձերով Դե ինչ երեխաներ, մենք հենց նոր սովորեցինք շատ կարևոր մի բան, ինչ էլ լինի, առաջինը պետք է խոսել ծնողների հետ։ Լավ, հետո էլ հարցերոնի հետ։ Երեխաներ, իսկ հիմա պատրաստվեք գիտափորձի։ Դե ինչ, առաջ։ Պրոֆեսոր փորձերով Լավ, լավ։ Բայց կարաս երկես you are my Ադիդեր հետ Ես մերանս կբացում կփագեմ դու կերքես Գնացիք իրաս You are the one for me, formidable. You are my love, very. Լավ, սկսենք Ամոչեցիր կարմարացիր Դու Մենակ, ոյ, սպասի։ Քանի որ տոներն են մոտենում, կարող ես այդ երգը երգել տոներն են մոտենում Ինչ տոնի մոտենում։ Դե ինչ, դուք էլ եք կարող այսպեսի սիրելի բան սարքել։ Չէ, մի րոպե, մի հատ շուջ քաշի Դե դուք գիտեք, չէ, այս երգը չչարանաս երբեք։ Մենք փոխել ենք այսենց։ Քանի որ նոր տարի է ու բոլորը շատ են ուտում Դե մենք այսենց ենք փոխել։ Չչաղանաս երբեք, մնա դու միշտ սոված, միշտ եղիր, թեկուզ քիչ լինես քաղցած, հիշիր որ ես կյանքում էլ միշտ բուդերբրոդը կա։ Ողջույն սիրելի երեխաներ։ Այսօր ես եւ Մամ ջան, սպասի, ես ամեն ինչ կբացատրեմ։ Դու իմ օգնականը կլինես։ Քանի որ մոտենում է 2026-ը, մենք պետք է անենք գեղեցիկ գիտափորձ։ Այստեղ ինձ կօգնի իմ գործընկերը։ Մամ ջան, հիմա կարա շարունակես։ Քանի որ վերջապես թույլ տվեց խոսեմ, ասեմ, որ մեզ այս գիտափորձի համար անհրաժեշտ է սոսինձ, պլաստիլին, ականջի փայտիկներ, ամանի հեղուկ եւ այս գեղեցիկ գույները։ Դե սկսեցինք։ Քանի որ տոներն են մոտենում, Այո։ մենք արդեն նախապես պլաստիլինով սարքել ենք 2026, բայց դուք կարող եք եղևնի սարքել, դուք կարող եք որևիցե սմայլիկ սարքել, կամ չգիտեմ, ինչ ձեր մտքով անցնի։ Սարքել ենք 2026, ապա մեզ հարկավոր է սոսինձ, որպեսզի այն ավելացնենք այստեղ։ Առաջինը սոսինձը լցնում ենք ափսեի մեջ։ Սիրելի փոքրիկներ, դուք էլ կարող եք անպայման դիմել ձեր մայրիկներին։ Հիմա մենք ընտրում ենք գույները։ Ես կանաչը եղևնու գույնը։ Ես դեղին արևի գույն։ Վերցնում ենք ականջի փայտիկը։ Շատ զգուշությամբ այն թաթախում ենք ամանի հեղուկի մեջ, մոտեցնում ենք մեր այս լցրած գույներին եւ զգուշությամբ։ Մենակ այսպես կպինք արդեն կախարդական, տեսա՞ք։ Վաու, ինչ գեղեցիկ է, մոմ։ Այսպիսով, սիրելի փոքրիկներ, մեծիկներ, դուք էլ կարող եք այս պարագաներով իրականացնել այսպիսի գեղեցիկ գիտափորձ։ Դուրդ եկավ վեր։ Շոտ։ Էլի կանեիր։ Հա, լիքը կանեի։ Դե ինչ երեխաներ, դուք էլ կարող եք այս գիտափորձից փորձեք եւ ուղարկեք փորձերոնին։ Շնորհակալություն։ Stay tuned։ Պրոֆեսոր փորձերով Այսպիսով իմ լավ ընկերներ, միասին բացահայտեցինք եւ սովորեցինք բազում նոր բաներ, ծանոթացանք տարբեր իրավիճակների եւ գիտափորձ կատարեցինք։ Հիշեք երեխաներ, սովորելը երբեք չի վերջանում։ Ամեն օր կարող եք սովորել ու բացահայտել գաղտնիքներ, իրադարձություններ ու պատմություններ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Գիտեք փոքրիկ գիտնականներ, ամանորը գալիս է ոչ միայն նվերներով ու տոնածառով, այլ նաեւ նոր հնարավորություններով։ Թող այս ամանորը լցվի ժպիտներով, սիրով ու զարմանալի հայտնագործություններով։ Հիշեք, դուք կարող եք ամեն օր սովորել նորը, բացահայտել գաղտնիքներ եւ լինել ձեր սեփական աշխարհի փոքրիկ հերոսը։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Թող ձեր սրտերը միշտ լինեն ջերմ ու լուսավոր։ Կհանդիպենք ձեր լավագույն պրոֆեսոր Փորձերոն։ Պրոֆեսոր փորձերով
Professor, professor, Pozzero. Professor, Pozzero.